Ողջույն, ձեզ հետ Նարե Ղազարյանն է, Nelo Exclusive School, by Նարե Ղազարյան, հիմնադիր, տնօրեն եւ դասավանդող մասնագետ, չեմպիոնատների դատավոր, մարզիչ եւ թիմի ղեկավար։ Միջազգային խոսնակ, մատնահարդարման ոլորտում ավելի քան 12 տարի, որից 7 տարին ակտիվ դասավանդմամբ եմ զբաղվում, ունեմ բազմաթիվ վերապատրաստվող եւ զրոյից սովորող մասնագետներ, ուսանողներ, ովքեր հաջողության են հասնում եւ կիրառում են գիտելիքները ստացած Nelo Exclusive School-ում ամբողջ աշխարհով։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է նույնպես միանալ իմ թիմին եւ մասնակցել չեմպիոնատներին, անկախ ձեր փորձից։ Անկամ եթե դուք ունեք 1 տարվա փորձ, եթե դուք ունեք 10 տարվա փորձ, միևնույնն է, դուք մրցելու եք ձեր կատեգորիայի մասնագետների հետ։ Կարող եք դիմել ինձ չեմպիոնատների հարցով։ Իսկ մենք շարունակենք մեր շատ կարևոր թեման, թե ինչ է նախահայրվածքային վիճակը, նախահայրվածքային փուլերի մասին կխոսենք։ Սա բժշկական տերմին չէ, սակայն դասավանդող մասնագետները, դերմատոլոգները, պոդոլոգները այսպես են անվանում եւ օգտագործում են այս տերմինը, որպեսզի բացատրեն եւ նկարագրեն եղունգի ափսեի կենսականորեն բարակած, ջրազրկված կամ վնասված վիճակը։ Երբ ցանկացած թույլ ազդեցություն կարող է առաջացնել եղունգի այրվածք, այրոց գելակի կսման ժամանակ, քիմիական եւ ջերմային ռեակցիաներ մաշկի եւ եղունգի վրա, եւ շերտավորում ցավային զգացողություններ։ Վստահ եմ շատերը հանդիպել եք նման հաճախորդներ։ Շատերը հանդիպել են, այո, բայց ոչ բոլոր մասնագետները գիտեն, թե ինչպես աշխատել նման եղունգների հետ, թե ինչպես տարբերել հենց նախահայրվածքային փուլը։ Այո, մենք հասկանում ենք վնասված ասելով, բայց դուք պետք է հասկանաք ինչ նշանակում վնասված։ Դրա համար ես վերևում տեղադրեցի մեր on-line դասընթացի այս խմբի մեջ հոլովակ, որտեղ բացատրում եմ եղունգի շերտերի եւ կառուցվածքի մասին, քանի որ առանց այդ գիտելիքների շարժվել առաջ իմաստ չկա։ Այնպես որ եթե ուշադիր չեք դիտել նախորդ դասը, խնդրեմ վերադարձեք այն դասը ուսումնասիրեք, նոր անցնենք այս դասը քննարկելու։ Հիմնական նշաններ դա են բարակած եղունգի ափսե։ Եղունգի միջով վերևում է եղունգի մահիճը, այսինքն այն կարմիր արդեն հիմքը երևում է։ Ափսեն փափուկ է, ջկուն, հեշտությամբ ծրվում է։ Եթե նկատեցիք նման վիճակ եղունգներին, ապա մի օգտագործեք 180-100 գրիտանոց խարտոցներ։ Ձեզ հարկավոր է միայն 240 գրիտանոց բնական եղունգի համար նախատեսված խարտոց, որը չի վնասի եւս եղունգի, առանց այն էլ բարակած մակերեսը։ Մի օգտագործեք թթվային պրայմերներ, մոռացեք նրա մասին։ Օգտագործեք բազաներ, որոնք որ պարունակում են քիչ թթվայնություն։ Եթե անգամ օգտագործում եք շատ թթվային նյութեր, ապա օգտագործեք այն հիմնականում ազատ եզրի հատվածում։ Նման եղունգներ տեսնելուց դուք իմացեք, որ սրանք վնասված են ֆրեզայի ագրեսիվ աշխատանքի արդյունքում բարակել են աճման կետերի հատվածները, որոնք հետագայում առաջացնելու են անիխալիզիս եւ արդեն իսկ նկատվում է մի փոքր այրվածք եղունգի ազատ եզրի հատվածում։ Եթե նման եղունգներ նկատեցիք, ապա ստեղ գելակ կատարել արդեն իսկ արգելվում է։ Նախ վերականգնում ենք եղունգները, կատարում ենք լամինացիա, վերականգնվում են եղունգները, որից հետո նոր արդեն կարող եք կատարել ցանկալի է դիպսիստեմա, այլ ոչ գելակ, որտեղ գելակ կարող առաջացնել այրվածք, քիմիական այրվածք։ Նախ այրվածքների պատճառներից մեկը նաև եղունգի ջրազրկումն է։ Մակերեսը լինում է սպիտակավուն, շատ հակված է կոտրվելու եւ շերտատվելու։ Բացակայում է փայլն ու էլաստիկությունը, հաճախ ուղեկցվում է ուժեղ այրոցով բազայի չորացման ժամանակ։ Պատճառներ. եղունգի մակերեսը չափից շատ խարտել խոշոր գրիտ խարտոցներով։ Երբ հաճախորդը նյութը ինքնուրույն պոկում է կամ չափից շատ է պահպանում, շերտի բնական եղունգի շերտի հետ միասին պոկվում է նաև վնասվում է հենց եղունգը, թթվային համակարգերի հաճախակի կիրառում եւ խնամքի պակաս, ինչը շատ կարեւոր է եւ շատ հաճախ հանդիպում է։ Դե իսկ լիպիդային շերտի բացակայության մասին մենք ձեզ հետ եւս կխոսենք, քանի որ շատ մասնագետներ կան, երբ լսում են այս արտահայտությունը, իրենք ինձ չեն հասկանում։ Լիպիդային շերտի բացակայությունը խոսում է նրա մասին, որ եղունգը երևում է մերկ եւ կոպիտ։ Հաճախ ծածկույթը չի պահպանվում։ Շերտազատվում է ապեքսի եւ կուտիկուլայի հատվածից։ Հաճախորդի մոտ առաջանում է այրոց, նույնիսկ ամենափափուկ բազաների դեպքում, ամենաբարակ շերտի դեպքում հաճախորդը զգում է այրոց։ Լիպիդային շերտը եղունգի բնական պաշտպանությունն է։ Նրա վնասումը բերում է գերզգայողության, այրվածքների եւ անիխալիզիսի։
Դրա համար դուք որպես գրագետ մասնագետ խորհուրդ տվեք ձեր հաճախորդներին խնամքի միջոցներ կատարեք ոչ թե ուղղակի էսթետիկ ծածկույթ գելլակով, այլ մի հատ վերականգնողական պրոցեդուր անցկացրեք, որը կոչվում է լամինացիա եղունգների, սնուցեք, հունավեցրեք տնային խնամք խորհուրդ տվեք հաճախորդին, որից նոր կրկին կարող եք անցնել էսթետիկ մատնահարդարման ծածկույթ։ Հիմա անցնենք եղունգների գերզգայողության մասին խոսենք, քանի որ ես ինքս ունեցել եմ նման զգացողություն, ես ինքս հանդիպել եմ մի քանի նման դեպքեր, որի մասին որ պարզապես մենք պետք է խոսենք, ոչ թե շարունակենք ծածկել այդ եղունգները, այլ այդ խնդիրը պետք է լուծենք։ Իսկ լուծում ենք մենք այդ խնդիրը, երբ որ ունենք ինֆորմացիա։ Հաճախորդը բողոքում է ցավից, ջերմությունից, նաև զարկոցային զգացողությունից։ Նույնիսկ սառը օդը առաջացնում է անհարմարություն հաճախորդին։ Ցավալի այրոց է սկսվում, ցանկացած գել, բազակ, սելու ժամանակ։ Անկամ պարզապես երբ ծածկույթը հանում եք, հաճախորդն ասում է՝ մի տեսակ սառնություն եմ զգում, մի տեսակ տարօրինակ է։ Հաշվի եք առնում այդ ամեն ինչը եւ հաճախ առաջանում է այն հաճախորդների մոտ, ովքեր ունեցել են ագրեսիվ խարտոցի շնորհիվ կամ շարունակել են հաստ շերտով ծածկույթ կատարել առանց ընդմիջումների, հաստ ծածկույթ հարգելիներս։ Նման դեպքը ես ասացի ինձ մոտ հանդիպել է եւ դա հանդիպել է այն ժամանակ, երբ աշակերտը չափից շատ ֆրեզայով հանեց ծածկույթը, նաեւ իմ եղունգը հանեց, կպավ իմ եղունգին, դրանից հետո իրականում ինձ մոտ առաջացավ անիխալիզիս, բայց դա արդեն իսկ ես մտածեցի, հա լավ, մեկ մատիկն է, մեկ հատված է, ոչինչ, բայց երբ ես հաջորդ անգամ հանեցի ծածկույթը 2 շաբաթ հետո, իմ մոտ հենց այդ վիճակն էր եւ մենք վերականգնողական պրոցեդուրա արեցինք 1 ամիս շարունակ։ Հետո նոր ես անցա դիպ սիստեմայի։ Այժմ կատարում եմ իմ եղունգներին միայն դիպ սիստեմա։ Իսկ ինչ կասեք չոր եւ բարակած կուտիկուլայի մասին։ Հանդիպել եք, իհարկե հանդիպել եք։ Կուտիկուլան մշտապես ճաքում է, իսկ եղունգի շուրջ մաշկը բորբոքված։ Սա ուժեղացնում է ամբողջ եղունգային գոտու զգացողությունը, զգայունությունը։ Դերմատոլոգների կարծիքով եղունգի շուրջ մաշկի մշտական գերզգացողությունը ուժեղացնում է ընդհանուր բորբոքումը եւ նպաստում է դերմատիտի առաջացմանը։ Վստահ եմ հիմա շատերդ կհիշեք ինչ որ մի դեպք ձեր հաճախորդի կամ ծանոթի հետ կապված, որ նման իրավիճակում է գտնվել։ Տեսնելով նման կուտիկուլասը արդեն ձեզ համար նշան է, որ դուք դադարեցնեք ելակապատում անելը, անցնեք խնամքի, լամինացիայի եղունգների մաշկի վերականգնման, նոր կարողանաք շարունակել էսթետիկ ծածկույթ կատարելը։ Այս ամենը ինչի մասին, որ ես այսօր խոսում եմ, ձեզ թվում է, թե շատ պարզ է ու առանց այդ էլ հասկանալի է, սակայն շատ մասնագետներ ուղղակի ուշադրություն չեն դարձնում եւ բաց են թողում այս փուլերը, որից հետո մենք կանգնում ենք փաստի առաջ, որ հաճախորդն ունի այրվածք, հաճախորդն ունի ալերգիա գելլակից եւ սրանից հետո գելլակ կատարելը առհասարակ իրեն արգելվում է։ Դրա համար կանխեք այն փուլի ժամանակ, երբ որ դուք տեսնում եք, որ նշանները դեռ նոր են սկսվում։ Կանխեք, խնամքը ապահովեք, արեք այն ամենը, ինչը որ ձեզանից որպես գրագետ մատնահարդար, մասնագետ կախված է, որպեսզի հետագա տխուր խնդիրները չառաջանան հաճախորդի մոտ։ Հուսով եմ կոնսպեկտ արեցիք այս ամենը, քանի որ ձեզ անհրաժեշտ է եւ կօգնի, որ դուք ավելի ամրապնդեք այսօրվա մեր ինֆորմացիան։ Ինչպես աշխատել նման եղունգների հետ։ Նախ եւ առաջինը օգտագործել բազաներ, որի pH-ը 5.5, 6.5 նվազագույն թթվայնության բաղադրությամբ լինի, խուսափել եղունգի չափազանց խարտելուց։ Այսինքն օգտագործեք 182-140 գրիդ խարտոցներ եւ ընդամենը 1 անգամ անցեք եղունգի վրայով, այլ ոչ։ Դրեք, սկսեք խարտոցով աշխատել ու մոռացեք առհասարակ ինչ եք դուք անում։ Նվազագույն դարձրեք, հասցրեք ձեր պրայմերի, թթվային պրայմերների կամ այն անգամ ոչ թթվային պրայմերների օգտագործումը։ Ճիշտ նախապատրաստեք, մեխանիկական ճիշտ նախապատրաստումը ձեզ շատ կօգնի անվնաս աշխատելու դեպքում։ Եկեք չմոռանանք որակյալ լամպաներ չորացման համար օգտագործելու համար նախատեսված։ Լավ լամպաները լավ կչորացնեն նյութը եւ քիմիական այրվածքից դուք կարողանաք խուսափել, դրա մասին կխոսենք քիչ հետո։ Օգտագործեք ամրացնող յուղեր, լավ յուղեր եւ վերականգնող շիճուկներ ծածկույթից հետո եւ խորտվեք որպես տնային խնամք հաճախորդներին։ Եվ եթե նկատում եք նախ այրվածքային փուլ, միանշանակ կատարում եք եղունգների լամինացիա վերականգնողական համակարգերով եւ հաճախորդի հետ պահում եք հետադարձ կապ, որպեսզի տեսնեք դինամիկան,
որպեսզի տեսնեք ինչ արդյունքի եք հասնում եւ հաճախորդը ինքը նկատի ինչ եղունգներ էին եւ ինչ դարձավ լամինացիայից հետո։ Քանի որ սա պարզապես փայլեցում չի եղունգի մակերեսի վրա, այլ հենց վերականգնողական պրոցեդուրա է։ Եվ անհրաժեշտության դեպքում անում ենք ընդմիջում պարզապես։ Ես խորհուրդ եմ տալիս վաճառել լամինացիա պրոցեդուրան աբոնեմենտով հաճախորդին, որ 1 ամսվա ընթացքում նա գա ձեզ մոտավորապես 3-4 անգամ, որից հետո նոր կարող եք արդեն իսկ օգտագործել, կատարել ծածկույթ կլինի դա, եթե եղունգները առողջ են գելակ, եթե խնդրահարույց եղունգներ են, արդեն վերականգնվելուց հետո մենք անում ենք դիպ սիստեմա։ Օգտագործեք որակյալ լամպաններ, լավ չորացրեք նյութերը, քիչ թթվային նյութեր օգտագործեք, դա շատ կարևոր է, եւ խարտուցով մակերեսը եղունգի շատ մի խարտեք, միանշանակ դա ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկն է։ Խնամքի համար խորհուրդ տրվող բաղադրիչներ կխնդրեմ մի հատ ուսումնասիրեք, ձեր համար ֆիքսեք։ Ես որպես ինստրուկտոր, մասնագետ, ով ունի մեծ աշխատանքային փորձ, վստահ կարող եմ ասել եւ խորհուրդ տալ Lenon Professional բրենդի բոլոր կոսմետիկ նյութերը, քանի որ նրանք իսկապես տալիս են արդյունք, իսկապես մենք տեսնում ենք դինամիկա, փոփոխություն եղունգների որակի մեջ։ Դրա համար որպես թե տնային խնամք, թե որպես լամինացիայի նյութ, ես հենց Lenon Professional բրենդի նյութերն եմ ընտրում, ինչը խորհուրդ եմ տալիս ձեզ։